Վեհարանը Գարեգին երկրորդ վեհափառից ազատելու Փաշինյանի մտասևեռմանը զայրույթով են արձագանքում հայ առաքելական եկեղեցու հետևորդները, փորձում հիշել վարչապետի աններելի բոլոր մեղքերը։ Ինչ են հանում վեհափառին, հայրենիքն է հանձնել, զոհեր է տվել, խոստում է տվել, դրժել է, ստորություն է կատարել, ինչի համար են հանում։ Մարդկանց խոսքերով Փաշինյանն ու իր հրոսակախումբը պետք է լքեն կառավարական շենքերը։ Եթե ժողովուրդը պետք է միավորվի ինչ-որ տեղից ինչ-որ մեկին վտարելու համար, ապա հեռացվողը Փաշինյանը պետք է լինի։ Պետք է միանան իրան հանեն արանքից, ոչ թե կաթողիկոսին։ Կմիանանք իրան կհանենք, ես համաձայն եմ սրան, բայց կաթողիկոսին երբեք։ Թող կորի մեր կյանքից, մենք արդեն էլ դիմանալու չի էլի, ու կոչ կանեի, որ հայ ժողովուրդը վերջապես ուշքի գա, այս ամեն ինչը չհանդուրժի։ Սա պատերազմ է ոչ միայն կաթողիկոսի, այլև աշխարհի առաջին քրիստոնյա պետության ամբողջ ժողովրդի դեմ, վստահ են առաքելական եկեղեցու բազմաթիվ իրական հետևորդներ։ Նրանց կարծիքով այս պատերազմի հրամանատարական շտաբը Թուրքիայում է կամ Ադրբեջանում։ Դիվերսիանտ Փաշինյանը Թուրքի բերած, իշխանության բերած Փաշինյան Նիկոլը իր առաջադրանքն է կատարում պատերազմը հայտարարված 18 թվականից սկսած հայ ժողովրդի դեմ եւ իհարկե նաեւ կաթողիկոսի դեմ։ Կապ չունի անձը։ Անձի մասին չի խոսքը։ Կաթողիկոսի հայոց հայ կրոնի դեմ, այսինքն դա է ամբողջ էությունը։ Ուրիշ բան չկա այստեղ։ Ինչ չի հետաքրքրում նա ինձ չի հետաքրքրում։ Նրան հնարավոր է, հարկավոր է ինչքան հնարավոր է շուտ վտարել Հայաստանից։ Դա ես ինչ անել, կապ չունի ինչ անել։ Այս մարդկանց ոչ մեկի մտքով չի անցնում միանալ կաթողիկոսին հեռացնելու համար Փաշինյանի նախաձեռնած համակարգող խմբին։ Նրանք կարծում են, որ իր այս սադրիչ քայլով վարչապետը ներազգային բախումների է տանելու ժողովրդին։ Թողավոր ես միանան կամ ես ասացին միանան։ Ես ոչ մի անգամ չեմ միանալ, չեմ համաձայն։ Փոխելու համար։ Այսօր ա գրել։ Հավայի խոսում է։ Դες բանի չեմ միանա կյանքում։ Ու դեմ եմ դրան։ Սխալ է։ Կմիանաք։ Չէ, իրան չէ, վարչապետին ոչ։ Նույնիսկ այն քաղաքացիները, որոնք վարչապետի քաղաքականության հանդեպ լոյալ են, նրա այս նախաձեռնությանը վերապահումներով են մոտենում, նախընտրում չեզոք դիրք բռնել։ Եթե մեր վարչապետը ինչ-որ հայտարարություն է արել, ուրեմն ինչ-որ հիմքեր ունի, բայց ընթացքը ցույց կտա, թե ում կմիանամ կամ կարող ընդհանրապես չեզոք դիրք ընդունեմ։ Անկեղծ ասած, այդ ամեն ինչը պրովոկացիոն է, եթե նույնիսկ վարչապետն է տենց բան արել։ Շատ ծանր հարցեր է, շատ վատ է, որ մարդկանց մեջ մի հատ այսպիսի բան է ստեղծում, որ մարդկանց մեջ ամեն տեսակի արժե համակարգերը խառնվում են իրար ու մարդը չի կարողանում կողմնորոշվել ինչի հետևից գնալ, որ նա ճիշտ է։ Այս պարագայում ամենաճիշտ բանը ձեռնպահ մնալը երևի։ Էջմիածնում հավատացած են 1700-ամյա առաքելական եկեղեցին այս փորձությանն էլ կդիմանա, իսկ նրանք, ովքեր ոտնձգություններ են անում եկեղեցու հանդեպ, մի օր պատասխանատվության կենթարկվեն սահմանադրական կարգի տապալման փորձերի համար։ Բայց նա ով է, որ վեհափառի փոխի կամ անգամ մտքով անցնի կամ ժողովուրդն էլ իրավունք չունի նման բան։ Նա վեհափառը Քրիստոսից եկած օծյալ մարդ է, նա ով է, որ նման բաներ որոշի։ Փաշինյանի աղմկահարույց ստատուսագրություններում տրամաբանություն չի տեսնում Հայլուրի հարցախույզի մասնակից հոգևորականը։ Յուրաքանչյուր հայ առաքելական եկեղեցու հավատավոր անձի համար եկեղեցում եղած խնդիրների մասին բարձրաձայնելու, եկեղեցու բարձրագույն իշխանությանը բարձրաձայնելու հստակ մեխանիզմներ կան եւ վարչապետի այս հայտարարությունը որևէ կերպ այդ մեխանիզմների տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Վարչապետի հայտարարություններում վաղուց տրամաբանություն չգտնող մարդիկ նրա անունը լսելուն պես պայթում են զայրույթից։ Սուրբ վայրում անունը մի հնչեցրեք։ Բայց Փաշինյանի անունը տվեք։ Վարչապետը Թուրքի մնացորդը ինչ է։ Լանա Ամբարձումյան, Աշոտ Մնոյան, Նորայր Հակոբյան, Հայլուրի համար։